Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ և ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6 ասեում։ Ողջույն, Շանթի եթերում Հայաստանյան X Factor-ի օրագիրն է։ Մեկնարկեց 4 աթոռի մարտահրավեր փուլը։ Առաջին այդ փորձությունը անցավ Էմին և իր 10 աղջիկները։ 4 աթոռի մարտահրավերը Ետնաբեմում։ Իմ քարյակում ես։ Ես! Աստված քեզերով քաղցր։ Դու արա։ Այսօր դու իմ քարյակում չես։ Ոչ։ Գնում ենք երեխեք շաուրմա հյուրասի ենք, անին ջան, մազերս։ Դեր խումբ կա վերադառնալու, միտես։ Սուզի թող մենք է գրկենվի է գոժություն արդ։ Անի, ուր ենք անին ենք որի, ամեն կարևորը որ շատ լավ երկեցիր ու շատ լավ ելույթ ունեցար, ամենակարևորը դա է։ Ինձ իրոք շատ դուր եկավ մեզ բոլորին։ Անին ամենալավագույնն է եղավ, ինքը շատ լավն է։ Ոչինչ, ես էլ եմ շատ։ Չո, բերեկրացի։ Մենք տուն ենք գնալու դուրախաց 2 ամիսա մնացել ենք այստեղ։ Հարևանները չեն հանգարի որ քնեն։ Մենք տուն ենք գնալու, դու չնեղվես։ Սպասում եք նման ընթացքի, ինչ կասեք ինձ գա։ Սպասում, բայց ինչ ասեմ։ Շատ էիք լարված ուզված։ Չէ, լարված։ Էս են ցավ, всё, գնում եք տուն։ Անի ջան, դու ինչ կասես։ Մենք շատ շնորհակալ ենք լրիվից, շատ շնորհակալ ենք այս պրոյեկտը, որ կազմել եք։ Մենք ուզում ենք, որ հայերս հետ գան, բայց չի ստացվում ոչինչ։ Ստացվի անպայման մի օր անի քո զգացողություններով։ Ասած երևի չէի սպասում, որ չանցն է։ Չգիտեմ, երևի իմ ինչի շտա, որը լփոքր է, դեռ ամբողջ կյանքս առաջ սա։ Փորձեմ մի քանի տարից էլ հետո գամ, փորձեմ։ Շատ մեծ փորձ ունեցա կյանքիս մեջ, զգացել է այդ բեմի կյանքը։ Շատ շնորհակալ եմ ժյուրիներից, իրանց խորհուրդներից, Էմից շատ շնորհակալ եմ, շատ, որ Եթե չեմ անցել, դա ինչ-որ մի լավ բան կլինի ուրեմն։ Եթե երևի անցնեի, կարող եմ մյուս անգամ կելնեի կամ էլ ինչ, չգիտեմ։ Այս անգամ այո։ Այո!
քարյակում ես։ Դու իմ քարյակում չես։ Այն չանցած է։ Ես քեզ հասկանում եմ։ Ամեն շլավ կողմի ես եմ։ Շատ հով է, շատ դրական է, ոչ ասեցի, բայց դրական շատ լավ, շատ լավ, շատ հաճել էր այդ բեմի աուրան, զգացողություն, այդ ծափահարությունները, ամենակարևորը դա էր ինձ համար, շատ երջանիկ եմ, որ մասնակցեցի, թեկուզ և չանցա, բայց վայելեցի այդ բեմ դրական։ Swept away, I'm stolen. Let the sky fall, let it crumbles. We stand tall, or face it all together. Դու իմ քարյակում չես։ Դու վերցնես։ Անկեղծ, մեկը դու շատ լավ ես, ճաշակով, ընտիր։ Տարելու աղջիկ է իսկական շատ։ Օջախի, խոսա են։ Մենք բոլորս քույրիկներ եղել։ Այո, մենք հաղթողներ։ Զգացողություն։ Շատ լավ էր։ Շատ լավ էր։ Ճիշտ է, չանցանք էլի։ Սպասում էի նման։ Ինչպես։ 50-50 էր ինձ մոտ։ Ելույթից գոհ ես քո, թե ոչ։ Շատ։ Ինչի համար, որ դու այստեղ էի, կարելի ասել։ Ես, այո, ինչ որ ես աստվածատուր ունեի, ես ներկայացեցի, մրցույթը կանցնենք, չենք ասի, մեկ հոգի է մնալու և մրցույթը վերջանալու է։ Բայց հիշվողները հիշվեն, կարծում եմ։ Անահիտը քարյակում է, բարեկամներ։ Հրաշալի է։ Նախագիծը կլքի էթերի։ My soul is so weary and beaten down from all my misery. Yeah, oh Lord, who will comfort me? Էմին կայացնում է որոշումներ, իսկ մենք ուշի-ուշով հետևել ենք Ժաննա Դավթյանի ելույթին, կայեք։ Շատ ուրախ եմ, անկեղծ, ոչ թե ուրախ եմ, որ չեմ անցել, այլ ուրախ եմ, որ Անահիտը անցել է։ Մնացած բոլոր մասնակիցներին մաղթում եմ լավագույնը, որ ով մնացել է ներկայանա, իսկ անկեղծ եմ ասում, ես չեմ տխրել, ես ուրախ եմ, որ զիջել եմ իմ տեղը այն մասնակցին, որը ավելի շատ էր դա ուզում։ Put him on the best
քարյակում է։ Ժաննա քարյակում է։ Այսպիսի իրադարձությունից վախրուժ։ Անուշ։ Անուշ։ Չի կարելի դեպով։ Գոչ եմ իմ ելույթից։ Գոչ եմ ու գիտեի, որ սենցալինելու չեմ տխրել ընդհանրապես, հուզված եմ, բայց չեմ տխրել, ամեն ինչ դեռ առջևում է։ Քարյակում տեղ ունես։ Տեղ ունես։ Սուզաննա քարյակում է։ Սոնա։ Mon âme sœur, je compte les jours, je compte les heures. Ամենաբարձ փորձություններ մի կյանքում։ Բոլոր այն փորձություններից, որոնք ես անցնել եմ։ Այստեղ ես Ես ուրախ եմ Շացյուզի համար, իրանց մեծ հաղթանակներ։ Ես մի բան եմ ուզում ասեմ, Սոնան փոքր է դեռ։ Ինչպես որ ես փոքր էի Սուպերստարում եւ ինձ թվում էր որ նախագիծը լքելուց հետո այլևս չեմ երգի շատ վատն եմ եւ այլն, Սոնան ուժեղ աղջիկ է, որովհետեւ իր կողքին ունի ուժեղ մարդիկ եւ այսպիսի ֆորմատի նախագծում ինքը մինչ այս փուլ հասել է, իսկ դա իմ կարծիքով հաղթանակ է։ Ես իրեն մաղթում եմ հաջողություն, մենք հասցրել ենք արդեն ընկերանալ ու վստահ եմ որ ինքը մեծ բեմեր է նվաճելու։ Շոուն շարունակվեց, Սյուզի, շնորհավոր։ Շատ շնորհակալ եմ եւ շարունակվելու է, ես դեռ ունեմ ասելիք։ Այն կարգավասում չեմ ավարտում կարագամ։ Չեմ ավարտում։ Շնորհակալություն շատ։ Էմի մենք քեզ սիրում ենք, իրոք շատ անչափ շնորհակալ ենք։ Իրոք որովհետև 10-ը մեկից շատ լավն են ու իրոք ես հասկանում եմ ինչ տիպի անկեղծ մերություններ ենք մեր ընկերների։ Իրոք շատ։ Այս տիպի զգացողություններ ես իմ այս 17 տարիների ընթացքում չեմ զգացել։ Իմ համար շոկային էր այն պահը, որ իմ ամենաշատ սիրելի ընկերուհիներից մեկը Էթերին, որ Էմին ասեց ինքն է լքում նախագիծը, անկեղծ եմ ասում, չգիտեմ, այդ տիպի միկրո իմպակտ եմ էլի տարել, ահա որ բաց զգացի, ինձ անկեղծ եմ ասում, չգիտեի ուրախանայի թե տխրեի, ինչ որ զգացմունքների սենց հոգով վիճակ էր, այո։ Համ ուրախության, համ տխրության արդյունքներ են ես, որտեղ բոլորի հետ կապվել էինք երեխեքից ու ամեն անգամ ամենադժվարը իմն էր իմ կարծիքով հենց առաջինը ելույթ ունենալ, չնայած որ դրանից չէի վախենում այդքան, ինչքան որ ընթացքում որ անընդհատ սպասում ես, որ քո անունը կարա հնչի ամեն վայրկյան։ Չգիտեմ, ես կյանքում չէի լացել։ Ես շատ ուրախ եմ անսպասելիորեն ու շատ տխուր եմ, իրոք տխուր եմ, որ մնացած 6 մասնակիցները դուրս մնացին, չգիտեմ, իրոք մեզ մոտ ձևավորվել էր ընտանիք ու ընտանիքում երբ որ ինչ-որ մեկը հաջողություն չի հասնում այդքան, իսկ մեկը հասնում, մենք սրտանց ուրախանում եւ տխրում ենք, այս այն դեպքն է, ես համ ուրախ եմ շատ, համ նույնչափ չգիտեմ, տխուր եմ, որ չեմ կարող բացատրել ինչ զգացողություններ են մամոտս, եւ ուրախ եւ տխուր։ Իրոք չէի ուզում ոչ ոքի վիրավորել։ Եվ իմ քարյակում չընդգրկվելը նրա պատճառը չի, որ մեկը մյուսից ավելի լավն է, մյուսը ավելի ուժեղ է երգում, չէ, ուղղակի այս քարյակի հետ ես կկարողանամ անել այն, ինչը պետք կլինի 2014 թվականի X Factor-ում Հայաստանի ներկայացուցիչների կողմից։ Ես տեսնում եմ նրանց եւ պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ րոպե առ րոպե
պարապել, սովորել եւ պայքարել, որպեսզի ունենալ լավ գեղեցիկ ելույթներ։ Էմին արդեն ձևավորել է իր քարյակը։ Հաջորդ շաբաթ այդ փորձությունը սպասվում է Եգոր Գլումովին եւ իր 24-ից բարձր տարիքային խմբին։ X Factor, բացահայտեք ձեր մեջ լավագույնը։